ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր մարտի 18-ին պատրաստվում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է AP-ն։ Ռուսաստանում քաղաքային խորհրդի պատգամավոր Եվգենի Ռուդենկոն ծնելիությունը բարձրացնելու նպատակով աղջիկներին կոչ է արել ավելի հաճախ կրել կարճ կիսաշրջազգեստ։ Այս մասին գրում է Գազետան։ Google-ի ռուսական մասնաճյուղը Ռուսաստանում սնանկ է ճանաչվել։ Այս մասին հայտնել է սնանկության գործով կառավարիչ Վալերի Տալիարսկովին, գրում է RIA-ն։ Ռուսաստանում 21-ամյա տղան մրցույթի ընթացքում կատարել է 2000 կքանիստ, այս մասին գրում է RBK-ն։ Հաղթանակից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։ Ամերիկացի Մայքլ Գարսիան $50 միլիոն է շահել Starbucks-ից այն բանից հետո, երբ 2020 թվականին իր վրա տաք թե են թափել։ Այս մասին գրում է USA Today-ը։ Ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գյուքսմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է վերադարձնել ազատության արձանը։ Այս մասին գրում է France 24-ը։ Ռուսաստանում Պետդումայի պատգամավորը թափառող շներին համեմատել է ահաբեկիչների հետ։ Այս մասին գրում է Գազետան։ Սանկտ Պետերբուրգում գրանցվել է կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ։ Քաղաքահամաճարակի գագաթնակետին է, արդեն 4 մարդ է մահացել։ Հիվանդանոցները 85%-ով ծանրաբեռնված են։ Այս մասին գրում է RBK-ն։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը քննարկում են 1.8 միլիոն պաղեստինցիներին Գազայից տեղափոխելու ծրագիրը։ Ըստ տեղեկությունների պաղեստինցիներին առաջարկվում է վերաբնակեցնել Սիրիայում, Սոմալիում եւ Սուդանում։ Այս մասին գրում է SBC-ն։ Ռուսաստանում ուսանողին տուգանել են $3300 այն բանի համար, որ նա իր սոցցանցի էջում պահպանել է 7 տարի առաջվա դեռ դպրոցական տարիների նկարներ, որոնցում պատկերված է LGBT-ին խորհրդանշող ծիածանագույն դրոշը։ Այս մասին գրում է Նովայա Գազետան։ Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր քաղցր գազավորված ըմպելիքներ խմելը 5 անգամ մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին գրում է NDN TV-ն։ Գիտնականները պարզել են, որ նախկին զուգընկերոջը ամբողջովին մոռանալու համար մարդուն միջինում պետք է մինչև 8 տարի։ Այս մասին գրում է Reddit-ը։ Տեխաս նահանգում տեղի է ունեցել հզոր քամի մինչև 150 կմ/ժ արագությամբ։ Քամու ուժը այնքան մեծ է եղել, որ այն շրջել է բեռնատարներ եւ կցորդիչներ, ասես դրանք խաղալիքներ լինեն։ Այս մասին գրում է Reddit-ը։ Հարավային Աֆրիկայից գիտնականների մի խումբ աշխատում է Անտարկտիդայում, սառը եւ մեկուսացված վայրում։ Նրանցից մեկը սկսել է վտանգավոր պահվածք դրսևորել, հարձակվել է իրենց ղեկավարի վրա, սպառնացել է սպանել ուրիշներին։ Այս մասին գրում է Life-ը։ Լիտվայի գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ անցյալ մայիսին Վիլնյուսում IKEA-ի պահեստի հրկիզման հետևում կանգնած է ռուսական ռազմական հետախուզությունը։ Այս մասին գրում է LRT-ն։